Արևապաշտպաններ, ամառ է, արև և բոլորիս խնամքի պարագաներում անբաժան են դառնում արևապաշտպանները։ Այս տեսանյութում ես ձեզ կասեմ, թե ինչ է SPF-ը, ինչն է տարբերությունը կրեմների, որ տարիքից կարելի է քսել երեխային և ինչ է ասում գիտությունը արևայրուքի մասին։ SPF-ը կամ արևայրուքի պաշտպանության գործակիցը ցույց է տալիս, թե քանի անգամ ավելի երկար կարող ես արևի տակ մնալ առանց արևայրուքի կամ քանի տոկոս UVB ճառագայթներն է արգելափակվում։ SPF 15-ը 93%, 30-ը 97, 50-ը 98, 100-ը 99%։ Ուշադրություն, SPF 100-ը կրկնապատիկ ուժեղ չէ SPF 50-ից, տարբերությունը ընդամենը 1% է։ Ամերիկյան դերմատոլոգիայի ակադեմիան խորհուրդ է տալիս նվազագույնը SPF 30 ամենօրյա կիրառման համար և SPF 50 կամ ավել ծովափին կամ ակտիվ արևի ժամերին։ Ֆիզիկական կամ միներալ կրեմները պարունակում են ցինկ օքսիդ կամ տիտանիում դիօքսիդ։ Դրանք ճառագայթն արտացոլում են կամ ցրում են ինչպես հայելի։ Քսելուց հետո անմիջապես գործում են, հարմար են զգայուն մաշկի և երեխաների համար, բայց կարող են սպիտակ հետքեր թողնել։ Քիմիական կրեմները, ինչպես օրինակ ավոբենզոնը, օքսիբենզոնը, ներծծվում են մաշկի մեջ և ճառագայթը վերածում ջերմության։ Ավելի թեթև անտեսանելի, բայց կիրառումից 20-30 րոպե հետո են դառնում ակտիվ։ 2019 թվականի FDA հետազոտությունը ցույց է տալիս, քիմիական կրեմերի որոշ բաղադրիչներ հայտնաբերվել են արյան մեջ կիրառումից հետո, սակայն դրա վնասակար ազդեցությունը չի ապացուցվել։ Մինչև այդ միներալային կրեմները համարվում են ամենաանվտանգ ընտրությունը։ Կարևոր հարց, որ շատ ծնողներ հաճախ բաց են թողնում։ 0-ից 6 ամսական երեխաների համար արևապաշտպան կրեմ ընդհանրապես խորհուրդ չի տրվում։ Մաշկը չափազանց բարակ և ներծծող է, բաղադրիչները կարող են անցնել արյան մեջ։ 6 ամսականից կարելի է կիրառել, բայց բացառապես միներալ SPF-եր 30 կամ 50+, առանց հոտ, հիպոալերգիկ արևապաշտպաններ։ 3 տարեկանից սկսած կա ավելի մեծ ընտրություն, բայց միներալ ֆիլտրերը դեռ նախընտրելի են մինչև 12 տարեկան։ Ըստ ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի, մեկ ուժեղ արևայրուքը մանկության տարիներին 2 անգամ ավելի մեծ է դարձնում մաշկի մելանոմա ունենալու ռիսկը հետագայում։ Երբ ընտրում ես արևապաշտպան, ուշադրություն պետք է դարձնել 4 կարևոր կետերի։ Broad spectrum պետք է անպայման գրված լինի ինչ է նշանակում, որ պաշտպանում է և UVA և UVB ճառագայթից։ UVA-ը ծերացման ու խորը վնասի հիմնական պատճառն է, UVB-ն արևայրուքի և քաղցկեղի։ Երկրորդ, SPF 30+ կարելի է կիրառել ամեն օր, 50+ կիրառել միայն ծովափին և լեռներում։ Երրորդ, ընտրել ըստ մաշկի տիպի՝ յուղոտ մաշկ, գել կամ հեղուկ ձև, չոր մաշկ, կրեմ, զգայուն մաշկ, միներալ առանց հոտի։ Չորրորդ, ժամկետ։ SPF կրեմն ուժը կորցնում է ժամկետն անցնելուց։ Ստուգեք, թե քանի ամիս պետք է պահել բացելուց հետո, 6 ամիս, 12 ամիս, բացելուց հետո 12 ամսից ավել մի օգտագործեք։ Ճիշտ կրեմ ընտրելն արդեն գործի կեսն է, բայց ճիշտ կիրառությունն ամբողջացնում է մեր պատկերը։ Ոչ թե կաթիլ քսել, այլ ամբողջ մարմնի համար մոտ 30 միլի է անհրաժեշտ, դեմքի համար մոտավորապես 1/4 թեյի գդալ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը քսում է 25-ից 50% ավելի քիչ, քան անհրաժեշտություն կա։ SPF 50-ը դառնում է 17-18 ռեալ կյանքում։ Նաև պետք է կրկնել ամեն 2 ժամը մեկ, եթե արևի ուղիղ ճառագայթների տակ եք գտնվում։ Եվ հիշեք, արևապաշտպան կրեմն ամենաուժեղ հակածերացնող ու կանխարգելիչ պրոդուկտն է, ինչ կա կոսմետոլոգիայում ու ամենամատչելի գնով։ Շատ հաճախ բնական կոսմետիկ միջոցներ արտադրող կազմակերպությունները փորձում են ցեխ շպրտել քիմիականների վրա։ Իհարկե, կան որոշակի օբյեկտիվ կետեր, բայց միշտ պետք է հիշել, որ մենք պետք է կարողանանք տարանջատել պիտանին անպիտանիից, կարևորը անկարևորից և օգտակարը
անօգտակարից, այնպես որ ամենակարևորն է, որպեսզի SPF կրեմերը օգուտ տան։ Առողջ եղեք։